Բարև ձեզ, դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրը Ռաֆայելն է Խաչատրյան։ Բարև ձեզ Ռաֆայել ջան։ Բարև ձեզ Վարդի ջան։ Ռաֆայելը ներկապահին Զովկընկերության փոխտնօրենն է։ Ճիշտ ասացի։ Ճիշտ եք ասում։ Բայց շատ երկար ճանապարհ եք անցել տարբեր ոլորտներում, ինչի մասին մենք այսօր կխոսենք եւ կփորձենք բացահայտել ձեր մասնագիտական հաջողությունների գաղտնիքը, որպեսզի այդ մեսիջը փոխանցենք նաեւ մեզ լսողներին եւ դիտողներին, փորձենք ողջևորել, որտեղ հաղորդման ֆորմատը հենց դա է ենթադրում։ Ռաֆայել ջան, մասնագիտությամբ, ակադեմիական կրթությամբ Մարզիչ մանկավար, առաջի մասնագիտությամբ, երկրորդ մասնագիտությամբ տնտեսագիտության կառավարում։ Այսինքն երկու բարձրագույն կրթություն եք ստացել։ Ինչպես որոշեցիք, որ պետք է դառնաք մանկավար մարզիչ։ Փոքրուց երազում եք այդ մասնագիտության մասին։ Դե իրականում ես մարզիկ եմ եղել, բռնցքամարտիկ եմ եղել Վարդուի ջան, մոտ 20-22 տարի։ Ազգային հավաքականի անդամ եմ եղել երկար տարիներ ու 16 տարեկանում, երբ որ դպրոցը ավարտում էինք, ես արդեն Հայաստանի հավաքականի կազմում էի, պատանեկան հավաքականի կազմում էի ու որպես ընտրություն այլ տարբերակ չկար մարզումների հետ համատեղելու պարագայում, քան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Դրանով էր պայմանավորված, թեպետև ես մինչև դա այլ նախասիրություններ ունեի որպես առարկա, չգիտեմ, 7-րդ, 8-րդ դասանում մտածում էի պետքա պատմաբան դառնամ։ Մի խոսքով սպորտը ոնց որ ավելի առաջ գնաց, հաղթեց, դրանով պայմանավորված արդեն 15-16 տարեկանից կողմնորոշումը արդեն կոնկրետ սպորտի վրա էր հիմնված։ Իսկ որ շատ փոքր էիք, մինչև սպորտով սկսել զբաղվելը, ինչպես եղավ, որ գնացիք սպորտի։ Ծնողների պարտադրանքով էր, թե հենց դուք ուզեցիք։ Հայրիկս է տարել ինձ սպորտի, բռնցքամարտի, հենց 6-7 տարեկանից մեր բակը, այսպես ասած, սպորտային բակ էր, կեսը կամ ըմբիշներ էին, կամ բռնցքամարտիկներ էին, հա, ամեն դեպքում խրախուսվում էր սպորտով զբաղվելը։ Հայրս էլ հենց 6-7 տարեկանից արդեն սկսեց իմ մեջ սերմանել սպորտը, ինքն էլ է մարզիկ եղել, ողորդ էր։ Այդ տարիքից սկսած ինքը արդեն ինձ տրամադրում էր, որ ես պետքա սպորտով զբաղվեմ։ 8 տարեկանից 9 տարեկանից, երբ որ գնացի արդեն բռնցքամարտի, մոտավորապես 6 ամիս, ես չգիտեի, որ ինքը իմ մարզիչի հետ բան է պայմանավորվել, որ եթե նորմալ լինի ամեն ինչ, պետքա շարունակեմ, այսինքն մարզիչի կարծիքներ պետք 6 ամսվա, իսկ 6 ամիս հետո բանից պարզվում է, որ մարզիչս ասել էր, որ ամեն ինչ լավ է, թող շարունակի, մեջը կա, այսպես ասած, կդառնա մարզիկ, ու տենց արդեն ես շարունակեցի մարզական կարիերան։ Սպորտը իրենից ենթադրում է շատ ուժեղ դիսցիպլինա եւ մանավանդ պրոֆեսիոնալ սպորտը, շատ հաճախ ասում են, որ պրոֆեսիոնալ սպորտը ոչ թե առողջության մասին է, այլ հակառակը։ Այ երբևիցե այդ ժամանակահատվածում միտք չեք ունեցել, որ չէ, չեմ ուզում սպորտով զբաղվել, ուզում եմ ընկերներիս հետ չգիտեմ, գնամ ակումբներ, ալկոհոլ խմել, այսպիսի մտքեր ունեցել եք թե՞ Երբեք նման միտք չի եղել, հենց կարգապահությունը դիսցիպլինա ձեր ասած բառով, հա, այդ կարգապահությունը հենց եղել է երևի թե 9 տարեկանից, հա, դժվար է մարզիկի կյանքը, շատ հաճախ համեմատում են եկեղեցականի կյանքի հետ, չի կարելի սա, չի կարելի նա, չի կարելի սա, չի կարելի, 10-ին պետքա քնես, առավոտյան 6-ին վեր կաց, վազել, գալ հաց ուտել, պարկել, նորից քնել, հանգստանալ, ծնունդա, ես վերջի զանգ, այսպես ասած, թերևս 3 վերջի զանգներ, հա, ես որպես այդպեսին չեմ ունեցել, որովհետև հենց վերջի զանգիս օրը Հայաստանի առաջնության եզրափակիչներ, ես էլ ֆինալ էի դուրս եկել, միանգամից այդ վերջին զանգի արարողությունից հետո միանգամից գնացել եմ մրցումների, այսպես ասեմ։ Իսկ կարգապահությունը այդ արդեն 20 տարի մարզական կարիերայում կարգապահությամբ ապրելը, դիսցիպլինայով, ռեժիմով ապրելը,
նրբորեն ասեմ, թե մեկ այլ ձև ասեմ, տեղափոխվում արդեն կյանք ու կյանքի տարբեր ոլորտներում ու փուլերում արդեն դրսևորվում է դա։ Թերևս դա սպորտի ամենամեծ ու կարևոր դաստիարակչական մասն է, որը որ երեխային, մասնավորապես տղա երեխային տալիս է։ Ես համաձայն եմ ձեզ հետ, ես շատ սպորտսմենների հետ եմ խոսել եւ իրենք էլ փաստում են, որ սպորտի դիսցիպլինան մարդուն ընդհանուր փոխում է եւ մարդը կարգապահ է դառնում իր կյանքի բոլոր ոնց որ ոլորտներում։ Մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, որ կարծես թե աշխարհում այդպիսի տենդենց կա, որ մարդիկ խոսում են հաղթանակներից, հա, միայն հաղթողներից, եւ այստեղ մյուս կողմում մնում են այն մարդիկ, ովքեր պարտվում են։ Բայց սպորտը ենթադրում է եւ հաղթանակ եւ պարտություն։ Այ կուզեմ հիշեք ձեր ամենասենց ցավալի պարտությունը եւ ինչպես հաղթահարեցիք այդ, չգիտեմ, այդ ցավը, այդ միգուցե հիասթափվեցիք կամ նա այդ պարտությունը ձեզ ավելի ուժեղացրեց։ Հենց որ ասեցիք դա, մի անգամից վերհիշեցի, հենց այդ ցավը ապրեցի։ Երբեք սենց հարց ինձ չէին տվել, Վարդուհի ջան, առաջի պարտությունը երբ ա եղել ու ինչ զգացողություններ ես ունեցել։ Կներեք, եթե ձեզ ցավեցրեցի։ Չէ, դա չեմ ասում դրա համար, ուղղակի հետաքրքիր էր, շատ հետաքրքիր զգացողություններ, որ համապատրաստի տենց հարց կլինի ու դու ինչ զգացողություն կունենաս այդ պահին։ Ես վերապրեցի ու շատ հետաքրքիր ձևով հիշում եմ 2006 թվականը, երբ որ ես գործող Հայաստանի չեմպիոնն էի, կյանքում պարտություն չէի ունեցել, շուրջ արդեն 8 տարի բռնցքամարտում էի ու պարտություն չունեի, նախորդ տարի էլ էի Հայաստանի չեմպիոն դարձել, հավաքականի անդամ, ուսումնամարզական հավաքներ, չգիտեմ, մրցումներ միջազգային եւ այլն, գործող ֆավորիտն էի։ Ուրեմն հաղթելով դուրս եկա ֆինալ, դե գիտեն էլի Ռաֆայելն է, հա, Ռաֆն է պետքա ինքն է գործող չեմպիոնը, լիդերը ինքը պետքա հաղթի։ Շատ նորմալ էր առաջի ռաունդում, երկրորդ ռաունդում, չգիտեմ, խիչ ստացվավ մենամարտս, հա, չստացավ ու պարտվեցի։ Այդ իմ համար աշխարհը շուռ եկավ գլխիս վրա։ Կյանքում պարտություն չունեի, բայց դա չէր նշանակում ես որ գործող չեմպիոնն էի, մեծամտածել էի, չէի մարզվել, չէ, իմ վրա միգուցե պատասխանատվության զգացումը էլ ավելի շատ էր, որովհետև չեմպիոնն էի ու նորից պետքա չեմպիոն լինեի, այդ գեր պատասխանատվության զգացողությունը միգուցե խանգարեց, նախամեկնարկային հուզմունքը շատ խանգարեց, մրցման ժամանակ, մենամարտի ժամանակ կամ դրանից առաջ ու դրանով պայմանավորված հենց առաջի պարտությունս եղավ այդ ու աշխարհը փլվեց գլխիս վրա ու տենց մտածում էի Աստված իմ, բայց չի եղել այդ օրվանից սկսած օր, որ ես մարզվել եմ ու չեմ երազել այն օրը, որ ես նորից այդ իմ սապերնիկին, իմ մրցակցին պետքա նորից հանդիպեմ։ Ստացվեց։ Ստացվեց։ Ուղիղ 3 տարի հետո ես այդ նույն տղային հաղթեցի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ։ Այդ իմ համար դրանից հետո կարայի մենամարտ չանեի, հա։ Գեշտալտը փակվեց, ինչպես ասում են։ Փակվեց, հա, փակվեց ու այդ իմ համար այդ ռևանշը շատ խորհրդանշական էր, որովհետև ես ապացուցելու բան ունեի, առաջինը ինքս ինձ, հայրիկիս ու ապացուցեցի շատ նաև ինքնագնահատականս 17-18 տարեկան էի, շատ բարձրացավ, կարևորվեց։ Երբ որ դուք երեխաներին մարզում էիք, հա, ենթադրում եմ որպես մարզիչ եք երկար ժամանակ աշխատել։ Երկար չէ, կարճ ժամանակ որպես մարզիչ աշխատել եմ Վլադիմիր Ենգիբարյանի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, մոտավորապես մի 7-8 ամիս, ունեցել եմ մոտ մի 30 երեխաներ, 30 հոգի երեխաներ ունեցել եմ։ Մարզել եմ, դրանից հետո կոնկրետ մանկապատանեկան մարզադպրոցում մարզչական աշխատանքս դադարեցրեցի, արդեն ուղղությունը դեպի ֆիթնես ոլորտներ, անհատական մարզումներ։ Իսկ առհասարակ կարևոր է որ երեխաների մեջ կամ չգիտեմ մարզիկների մեջ դաստիարակվի հենց այդ գաղափարը, որ իրենք հոգեբանորեն էլ պատրաստ լինեն օրինակ նաև պարտվելու։ Ինչու եմ այս հարցը ձեզ տալիս, որովհետև
այս պահին նաև սոցցանցերում ծնողները, հա, իրենց երեխաներով միշտ հպարտանում են, իմ երեխան գերազանցիկ է, անպայման չի սպորտում, հա, իմ երեխան այս հաջողությանը հասավ, այս արեց, բայց երբ որ մի երեխա մյուս երեխայի հետ օրինակ մրցման է, մի երեխա հաղթում է, մյուս երեխան պարտվում է, չէ, եւ կարծում եմ, որ այդ պարտվող երեխայի ծնողն էլ պետք է ընդունի, որ նորմալ է, որ իր երեխան կարող է պարտվի եւ այս մշակույթը լավ կլինի, որ զարգանա, որ օքեյ, լավ երեխա է, պարտվեց, բոլորը չեն գերազանցիկ, բոլորը չեն, հա, ոնց որ այդ մրցակցային դաշտը իմ կարծիքով ինքը մի փոքր ստրեսային է նույն երեխաների համար, ինչ եք կարծում։ Կոնկրետ սպորտում, բռնցքամարտում ես ունեցել եմ դեպքեր ու հիմա որ ասեցիք, ես հենց հիշեցի, երկու երեխաներ կային, նո, ավելի շուտ բոլորն մարզվում էին, բայց եկավ մի պահ, որ արդեն պետքա փորձամրցում անցկացնեին, այսինքն ռինգը պետքա զգային, իրանք պետքա մտնեին ռինգ, ռինգում արդեն մի փոքր իրար հարված էին, կռիվ պետք է անեն իրար հետ, որտեղ արդեն հարված, տեղաշարժ, պաշտպանություն սովորել էին, որոշակիորեն կոմբինացիաները սովորել էին, արդեն ռինգում պետք է մի ռինգի հոգեբանական այդ բարիերը հաղթահարեին իրար դեմ դիմաց երկուսով։ Ու այդ ժամանակ իմ մեջ առաջացավ այսպիսի մի փիլիսոփայական բան, հիմա ես կանրադառնամ այդ փիլիսոփայական մտքին, ուրեմն տղա կար, երկուսն էլ ուրեմն տղա կար, որը որ գալիս էր շատ հեռվից, մետրոյով, պարապում էր, քրտնաջան, չուներ բաներ, ձեռնոցներ, հա, ֆինանսական հնարավորությունը ընտանիքի այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, ու կար լրիվ այլ իրականություն, կար տղա, որին վարորդը բերում էր, օգնում էր փոխվելուց նույնիսկ, շնորհքները կոչկելուց, պայուսակը վերցնում էր եւ այլն։ Ու ստացվեց այնպես, որ երկուսն էլ մի քաշ էին, համարյա մի բոյ էին հասակներով ու իրենք պետքա ռինգում լինեին։ Ուրեմն այս տղան, որը որ գալիս էր հեռվից դժվարությամբ եւ այլն, ուղղակի շանս չտվեց այս մյուս տղային, որ չգիտեմ, ինչ որ մի բան անի, այսպեսի բան կա, ասում եմ ռինգում 4 անկյուն ունի ռինգը, ինքը 5-րդ անկյունն էր ման գալիս, այսինքն փախնում էր, ու այստեղ ես մի մտքի հանգեցի, որ ռինգը այդ քառակուսին կյանքն է, այդ կյանքում լինում են դեպքեր, որ չի լինում ծնողները, չեն լինում այդ վարորդը, չի լինում, ոչ մեկ չեն լինում, դու ես, քո միտքն է, քո դիմացը պրոբլեմա, քո գլուխն է, ունես երկու ձեռքեր ու ուղեղ, ու քո պրոբլեմը, այնպես ուղեղդ աշխատացրա, որ քո պրոբլեմը լուծես։ Ոչ մեկ չկան օգնող։ Բոլոր հավասար պայմաններում, հա, կարողացավ այս մի տղան հաղթել մյուսին։ Ու դրանից հետո որպես մանկավարժ, երբ որ ես երեխաներին մարզում էի, դաստիարակում էի ու նաև դրանից հետո էլ ես շատ անգամ եմ այս օրինակը բերել, որ կլինի պահեր, կլինի կյանքում իրավիճակներ, որ մաման էլ չի լինելու, պապան էլ չի լինելու, դու ես ու քո պրոբլեմը։ Պետք է կարողանաս կամային որակներով, հոգեբանական ուժեղ ուրեմն դրսևորումներով կարողանաս քո խնդիրը լուծես։ Դա սպորտում, մասնավորապես բռնցքամարտում շատ վառ ձևով է արտահայտվում, երբ որ դու մենակ ես, ռինգի մեջ ես, ոչ մի բան քեզ չի արդար է։ Արդար է, շատ է, հա։ Այդ առումով շատ արդար է։ Եթե մրցավարները անարդար չլինեն։ Եթե չլինեն մրցավարները, որը շատ հաճախ իհարկե լինում է, բայց ձեր ասացի մասով ասեմ, որ այո, կա նմանատիպ տենդենց, դե իրականում բոլորն էլ ուզում են իրենց երեխաներին, հա, այսպես ասած, ոգևորեն, մոտիվացնեն ինչ-որ մի բանով, իրենց ոգևորությունն են դրսևորում սոցիալական հարթակներում, միգուցե տեղին, միգուցե անտեղին, չեմ կարող դրա մասին, հա, գնահատական տալ, բայց այդուհանդերձ երեխան պետք է կարողանա հաշտվի նաև պարտության հետ ու դասեր քաղի պարտությունից, իսկ դրանում պետք է օգնի հենց ծնողը, ոչ թե նրան, չգիտեմ, կշտամբի պարտությունից, շատ հաճախ եմ տեսել ծնողներ հենց սպորտում, բռնցքամարտում, որ չգիտեմ, արգելել են ամեն ինչից, զրկել են, դու կրվել ես, դու պարտվել ես եւ այլն, ու չես կարող ասել հոգեբանական առումով 30 տարեկանում այդ երեխայի վրա, որը որ հասուն տղամարդ է դառնում, ինչ հոգեբանական կոմպլեքսներ կարա ձևավորվի։
Ուստի պետքա ծնողներն էլ այդ պարտության մասը կարողանան ճիշտ ձևի մեկնաբանեն իրենց երեխաներին, ինչու՞ չէ նաև փիլիսոփայական ձևով կարողանան այդ դաստիարակչական process-ը իրագործեն, որովհետև շատ բարդ իրավիճակներ են առաջանում, ես հիմա եւս ծնող եմ ու ելքեր եմ գտնում հարցերի, սիտուացիաների պարագայում, թե ոնց այդ պարտությունը, այդ անհարմար իրավիճակը տղայի կամ աղջիկ երեխայի պարագայում ոնց հաղթահարի կամ առնվազն ծնողը ինչ ուղղություն տա, որը դառնում է իր դաստիարակության մասը ու հետագայում ամբողջ կյանքի ընթացքում դրսևորվում է լավ կլինի լավ ձևով։ Չէ՞ որ կյանքն էլ իր տարբեր ուղղություններով մրցակցային է ու մենք բոլորս բախվում ենք իրավիճակներում, որտեղ միշտ չենք հաղթող։ Մեզ հաղթում են ու մենք պետքա պատրաստ լինենք, ընդունել պարտությունը կամ դժվար իրավիճակը, քաղել դասեր, որպեսզի հաջորդ անգամ ձեզ նման 3 տարի հետո ռևանշ վերցնել եւ հաղթել։ Ռաֆայել ջան, սպորտից հետո եւ մարզիչ լինելուց հետո գնացիք ֆիթնես, նշեցիք։ Ֆիթնեսում արդեն մեծահասակ մարդիկ են գալիս մարզվում։ Հիմնականում մեծահասակ, բայց կային նաեւ այն մեծահասակները, որոնք որ ուզում էին հենց երեխաներին դաստիարակչական process-ը հանձնեին ինձ։ Մասնավորապես տղա երեխաներին հանձնեին ինձ, որ զբաղվե իրանց հետ, որ կյանքին այդ դեռահասության տարիքից սկսված, որ պատրաստ լինեին։ Բայց մեծամասամբ մեծահասակները։ Ֆիթնեսի կուլտուրան էլ, մշակույթն էլ կարծես թե Հայաստանում զարգանում է գնալով եւ մարդիկ շատ սկսել են զբաղվել սպորտով, ֆիթնեսով, իհարկե կա տենդենց նաեւ, որ մի քիչ մոդայիկության հետևից են ընկնում ավելի իմ սուբյեկտիվ կարծիքով, քան սպորտի եւ ձեր ասած ձևով սիրուն հագուստ են առնում, ոնց որ են տղայի պարագայում։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ մեր հասարակությունը ըստ ձեզ ավելի առողջ ապրելակերպով է սկսել ապրել, քան մոտ 20 տարի առաջ։ Միանշանակ։ Իրականում, երբ որ սկսվեց բացվել ֆիթնես ակումբները մոտավորապես 2008 թվականից, խոշորներ, դրանից հետո արդեն մանրեր, միջիններ բացվեցին ու շատացան, սկզբնական հատվածում մարդիկ երբ որ արդեն համացանցը զարգացավ եւ այն գալիս էին մի մասը սելֆիի համար, մի մասը չգիտեմ, որ իրանք էլ են, մարզվում, բայց ոչինչ չէին անում, բայց գնալով դինամիկան դրանում շատ մեծ ավանդ ունեն մեծ մասնավորապես ֆիթնես ակումբները, որոնք լոկոմոտիվի դեր խաղացին մեր երկրում, լոկոմոտիվի դեր ստանձնեցին առաջ տանելու այդ process-ը, մեծ ակումբների անուններ չտամ, որպեսզի գովազ չհնչի։ Ես մասնավորապես իմ կարիերան սկսել եմ Gold's Gym-ից, Gold's Gym-ը շատ մեծ ավանդ ունեցավ այդ մասով, հանրության այդ շերտի վրա թողեց ազդեցություն ֆիթնես գաղափարախոսության, իդեմս մեզ մարզիչների, մենեջերների, որ կարևոր են մարզվելը իրանց կյանքում, ինչը որ մենք կարողացանք անենք ու այսօր արդեն կարող եմ ասել, այո, հաստատ 10-20 տարի առաջվա համեմատ ավելի առողջության, առողջ ապրելակերպին մեծ կարևորություն են տալիս, թեպետ եւ կներեք բառիս համար հասարակության այդ առումով անգրագիտության պատճառով շատ անգամ կարող են մոլորությունների մեջ հայտնվել, սննդակարգերից բռնացած, չգիտեմ, մարզումների ձևաչափից, խտությունից, բեռնվածությունից վերջացած, կարող են իրենք հայտնվել ինչ-որ սխալ մարդու մոտ, այդ մոլորված վիճակում ու վնասեն առողջությունը, դա շատ ուրիշ զուգահեռ է այս իրականության մեջ, բայց այդքանով հանդերձ, այո, հասարակությունը կարևորություն է տալիս առողջ ապրելակերպին արդեն իսկ։ Մի փոքր առաջ գործընկերներից մեկի հետ էինք խոսում, ասում ենք հետաքրքիր է մարդկային հոգեբանությունը, մենք կարծես թե միայն ֆիթնեսի մասով չէ, գումար ենք վճարում, որ մեզ դիսցիպլինա թելադրեն։ Անգլերենի պարապելուց էինք խոսում, գործընկերս ասում եմ ուզում եմ պարապեմ, ասում կարող ես արհեստական բանականության հետ էլ պարապել, բավականին զարգացած է, ասում է չէ, ինձ պետք է իմանալ, որ ես գրաֆիկ ունեմ, որ գնամ դասերի պարապեմ,
կարծես թե սպորտն էլ է, հա, նմանատիպ մի բան, որովհետև այո, մենք կարող ենք չգնալ ֆիթնեսի, բայց կարող ենք գնալ առավոտյան վազել, օրինակ, կամ ինչ որ վարժություններ անել, ոնց որ սովետական միության ժամանակ է, այդ զարյացկաները կար, բայց մենք չենք անում, որովհետև դիսցիպլինայի կարգապահության պակաս ունենք։ Այն չեք կարծում, այս հարցն էլ ենք ծածկում որպես մարզիչ, հա, մարդկանց նաև այդ դիսցիպլինար կարգապահության այդ մեջ ենք դնում, որ իրենք գալիս են հենց սպորտզալ, թե այդ աուրան էլ մեծ նշանակություն ունի։ Գիտեք, իմ մարզչական, արդեն ֆիթնես մարզչական կարիերայի ընթացքում չի եղել մի դեպք, որ ես 1 ժամվա ընթացքում մարզեմ 2 հոգու։ Դա իմ համար պրինցիպիալ է եղել, որ 1 ժամվա 1 մարզման ընթացքում ես պետք է մարզեմ օրինակ Վարդուհուն։ Որովհետև ես կարողանամ բացահայտել Վարդուհու հոգեբանությունը, կարողանամ լավ առումով ազդել իր հոգեբանության վրա, ներդնել իր մեջ դիսցիպլինա ու լավ առումով իրեն մարզումներից կախվածության մեջ պահեմ։ Ինչը օգուտ իրեն է, միանշանակ։ Այո, ֆիթնեսը հենց մարզվելը ճիշտ մարզչի ղեկավարմամբ, կարա մարզիչ չլինի, ուղղակի մարդը իր գիտակցական մակարդակով ինքը հասկանա, որ իրեն պետք է ամեն առավոտ, որ ինքը պետք է 7-ին արթնանա եւ գնա մարզման, որովհետև դա իր մոտ առաջացնում է դիսցիպլինա, կարգավորում է իր կարգապահական այդ հատկանիշները։ Պարտադիր չի, հա, մարզիչի դերը լինի, բայց մարզիչ, եթե լինի մարզիչ, միանշանակ մեծ ու կարևոր դեր ունի, ու առավոտյան ժամը 6-ից մոտավորապես 5 տարի ես մարզել եմ մարդկանց ու ստաբիլ են եղել այդ մարդիկ, չեն փոփոխվել, միշտ են եղել։ Եթե արձակուրդ չի եղել կամ հիվանդություն չի եղել եւ այլն, 6-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը non-stop առանց դադարի ես մարզվողներ եմ ունեցել, եկել էր պահեր հասել, ուղղակի չէի ուզում էլ, որովհետև սնվելու ժամանակ չունեի։ Ես արդեն զոհ էի գնում իմ կարգապահության արդեն, իմ պրինցիպներին, որ 1 ժամում 1 հոգու հետ ես պետք է մարզվեմ, որ այդ մարդը նաև բավականություն ստանա իր մարզումից, մարզվելուց ու ես էֆեկտ տեսնեմ, ամենակարևորը։ Ու ես այդ պարագայում ես էլ իմ դիսցիպլինայի ձեռքը, այսպես ասած, կրակն եմ ընկել, օրը 14 ժամ մարզելով կամ 13 ժամ մարզելով մարդկանց, անշուշտ ֆիթնեսը, մարզվելը մեծ կարգապահություն է ներդնում մարդու մեջ ու այդ հատկանիշները էլ ավելի է զարգացնում մարդու մեջ։ Դուք հիմա մարզիչ որպես չեք աշխատում, ոլորտը փոխել եք, գնացել եք բիզնես, հիմա ղեկավարում եք, հա։ Մինչև բիզնես գնալը, Վարդի ջան, ես հանրային հեռուստաընկերությունում էի աշխատում, որպես մեկնաբան, սպորտային մեկնաբան, որպես պրոդյուսեր, որպես հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր։ Ֆիթնես ոլորտից հետո, ֆիթնես ոլորտը մարզչություն եմ արել, որից հետո մենեջեր եմ արել մարզիչներին, Gold's Gym-ում եմ մենեջեր աշխատել, ընդհանուր կազմակերպչական հարցերով, մարզիչների վերապատրաստումով, վաճառքներով եւ այլն, որից հետո տեղափոխվել եմ հանրային հեռուստաընկերություն, հանրային հեռուստաընկերության ստեղծագործական տնօրինությունում եմ աշխատել, հեռուստանախագծերի պատրաստման տնօրենն եմ աշխատել, գործադիր պրոդյուսեր, եթերում ինչ հեռարձակվում էր, որը որ քաղաքական բլոգ չէր կրում, դրա ուղիղ եւ առանցքային մասում ես կայի որպես գործադիր, բովանդակությունից մինչեւ ֆինանսներ, այդ կազմակերպչական աշխատանքները մոտավորապես 3 տարի, որտեղ եւ սովորեցի շատ բաներ, մասնավորապես այլ հարակից մասնագիտություններ, պրոդյուսինգ, սցենար, խմբագրել, մոնտաժ, լույս, կամերա, ռեժիսուրա, զվուկ եւ այլն, այդ արդեն ավարտված էտապ է իմ կյանքում, դրանից հետո արդեն բիզնես։ Դե ինքն էլ ոնց որ մասնակի բիզնես է կարել նաև, ուղղակի ստեղծագործ, չէ՞։ Ստեղծագործ բիզնես, հա, ստեղծագործական միջավայրում հեռուստատեսություն շատ կարևոր, պետական արարողակարգերի լուսաբանում, ուղիղ եթերների ապահովում, ապրիլի 24-ից մինչև ամանորյա ուղերձ, առաջին դեմքերի հանրապետության պետական արարողակարգեր եւ այլն, որը որ ուղիղ անմիջականորեն իմ
ղեկավարման ներքո է եղել, ես եմ եղել պատասխանատուն դրա։ Հիմա արդեն մի քանի տարի շարունակ ղեկավարում եք կազմակերպություն, հա, ոնց որ եւ բավականին բարդ ոլորտից եկող սպասարկման ոլորտ, ձեզ դուր է գալիս, ենթադրում եմ ձեր աշխատանքը եւ սիրում եք։ Ամենօրյա բարդությունները կնշեք ինչի հետ եք բախվում, չէ՞ որ բազմականակ մարդկանց հետ եք շփվում եւ պետք է կարողանաք մարդկանց ոգեշնչել եւ որոշ չափով ձեզ ճանաչելով կարող եմ ասել, որ շատ պատասխանատու եք նաև դեպի ձեր վերաբերում դեպի ձեր հաճախորդները, ձեզ համար կարևոր է նրանց գոհունակությունը։ Որն է ամենա challenge բառը, հա, sense մոդայիկ, հա, մարտահրավերը, որին բախվում եք, հա, ձեր աշխատանքի մեջ։ Ամենօրյա աշխատանքի մեջ այդ մարտահրավերները, challenge-ները ես շատ եմ սիրում, բայց ավելին գլոբալ challenge-ներ եմ սիրում, որը մի քիչ երկար տևող process է, որ վերջում արդեն կուլմինացիոն փուլում արդեն ավարտվի ու դու հաղթես, այդ եմ շատ սիրում, իսկ ամենօրյա այդ փոքրիկ, այսպես ասած, մարտահրավերները կամ խնդիրները ես շատ անգամ համեմատում եմ սուպերմարկետի ոլորտը կամ հենց այն ոլորտը, որը որ ես հիմա ղեկավարում, բիզնեսը, շնչող օրգանիզմ է, շատ adekvat եմ վերաբերվում խնդիրներին, պրոբլեմներին ու փորձում եմ adekvatորեն դրանց լուծումներ տալ, այլապես եթե ես ամենօրյա կտրվածքով այդպիսի խնդիրները համարեմ մարտահրավեր, թեպետև ստիպում եմ ինձ, որ չհամարեմ մարտահրավեր, ես շատ կտուժեմ այդտեղ ու նաև աշխատանքը կտուժի, դրա համար ես փորձում եմ դա համարեմ որպես շնչող օրգանիզմ, իսկ շնչող օրգանիզմում խնդիրները այո կարող են առաջանալ, իսկ մենք նրա համարենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել adekvat ձևաչափով։ Այո, աշխատում եմ Զովք սուպերմարկետների ցանցում, որպես փոխտնօրեն, կառավարում եմ անձնակազմին, շուրջ 31 արդեն մասնաճյուղ կա, բացված 1800-ից 1900 աշխատակիցներ, ամենատարբեր ուղղություններով կատարում եմ գործառույթային վերահսկողություն, կառավարման համակարգի ներդրում ընդհանուր ընկերությունում, ստորաբաժանումների, դեպարտամենտների ստեղծում ըստ ժամանակի, միջավայրի փոփոխվող իրականության մեջ, փորձում ենք ամեն դեպքում ավելի ամրանալ, ուժեղանալ, որովհետև հոգի, եռանդ, կյանք դրած միջավայրում հաջողության հասնելու տարբերակը այլ ուրեմն ելք չունի, քան պետք է ունենա հաջողություն։ Որովհետև այդ ոլորտն էլ, հա, բավականին մրցակցային է, հիմա այդպես շատ սուպերմարկետներ կան։ Ձեր սպորտային անցյալը, հա, այն որ դուք մարզիկ եք եղել, այս կառավարման մեջ ազդեցություն ունի։ Այսինքն դուք կարելի է ասել, որպես ղեկավար նաև մարզիչ եք ձեր աշխատակիցների համար։ Այո։ Գիտեք, ինչով է դա դրսևորվում, մարզիչ ենք։ Այո, մարզիչ եմ, որովհետև մանկավարժ եմ առաջինը, իսկ մանկավարժի համար մեկ գործառույթը ուսուցանելն է, սովորեցնելն է։ Իսկ ես ամենօրվա կտրվածքով ուսուցանում եմ, սովորեցնում եմ մենեջերներին, սուպերմարկետների տարբեր մենեջերներին, տարբեր հաստիկներ զբաղեցնող մենեջերներին, տարբեր պոզիցիա զբաղեցնող մենեջերներին սովորացնում ես, ուսուցանում ես, իսկ այդ ուսուցման process-ը տարբեր մեթոդներ ունի։ Եթե ես վերադառնամ նորից սպորտ, ֆիզիկական դաստիարակության տեսություն, ուսուցումը ունի խոսքի մեթոդ, բացատրելու մեթոդ, չգիտեմ, այնտեղ ցուցադրման մեթոդ, պատմելու մեթոդ, կոմբինացված մեթոդ, սրանք բոլորը մեթոդներ են, անձնական օրինակի մեթոդ։ Ես էի գիտեք ուզում ասել։ Անձնական օրինակի մեթոդ, ինչը, այո, այդ մանկավարժական գիտելիքները որպես մարզիչ արդեն կիրառվում է, ինչու՞ չէ, նաև հենց բիզնեսի մեջ որպես ղեկավար։ Անձնական օրինակը շատ լավն էր, որովհետև իրականում աշխատակիցները շատ են նայում, օրինակ վերցնում իրենց ղեկավարից, որտեվ եթե
ղեկավարը միշտ ասում է, որ մենք հաճախորդամետ ենք, հաճախորդի մասին հոգ ենք տանում, բայց նույն հաճախորդի մոտ իրեն օրինակ թույլ է տալիս ավելորդություն նկատողություն անել նույնիսկ սեփական անձնակազմի ներկայացուցչին, արդեն իսկ եւ այս մեսեջը կուզեմ, եթե մեզ լսող դիտող ղեկավարներ կան, ասեմ, որ որպես հաճախորդ ավելի տհաճ բան չկա, քան տեսնել, թե ոնց եք դուք օրինակ ձեր աշխատակիցներին նկատողություն անում մեր ներկայությամբ։ Իսկ երբ որ աշխատակիցը տեսնում եմ, որ իր ղեկավարն էլ է հաճախորդամետ, ես այսպիսի բան առաջին անգամ իմ կյանքում ԱՄՆ-ում եմ տեսել, հա, որ մեծ ղեկավարը տեսավ հատակին թուղթ, կռացավ, վերցրեց, տարավ գցեց աղբամանը, չնայած 10 մակրոհի կար մոտակայքում, կարող էր ուղղակի ասել եկեք վերցրեք, սա ինձ համար շոկային էր, որտեղ մոտ մի 20 տարի առաջ էր, այսինքն մարդը ցույց տվեց, որ ինչու չէ ինձ համար կարևորը իմ հաճախորդն է, եւ կարծում եմ այդ օրինակից հետո բոլոր աշխատողները, երբ որ տեսնեն հատակին թուղթ, կկրանան եւ կվերցնեն, սա որպես օրինակ, հա։ Ռաֆայել ջան, քանի որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզեմ մի հարց էլ ուղղել, արդյոք դուք ունեք երազանք եւ աշխատում եք որպեսզի հասնեք ձեր երազանքին այս փուլում, որովհետեւ կայացած մարդ եք, հա, զբաղվում եք ձեր սիրած գործով, ղեկավարում եք անձնակազմեր, կա այս պահին ինչ որ երազանք կամ առաքելություն կամ տեսլական, որ ունեք ձեզ համար սահմանված, կարող եք հենց կոնկրետ չասել, բայց գնում եք դեպի դա։ Երազանքներ, նպատակներ կան, որոնք այլևս դրսևորում են Վարդուհի ջան որպես արժեքների տեսքով, մնայուն արժեքների ներդրմամբ, մարդը, լիդերը, հեղինակությունը, եթե ինքը իրեն այդպես է համարում, կամ առնվազն ղեկավարը իր միջավայրում, պետք է կարողանա իրենից հետո արժեք թողնի։ Կապ չունի, որ ոլորտում աշխատում սպորտի, հեռուստատեսության, բիզնեսի, թե չգիտեմ մեկ այլ ուղղությամբ, պետք է կարողանա իրենից հետո արժեք թողնի։ Ես իմ դաստիարակության ընթացքում ես դա եմ, հա, տեսել, լսել ու նաև դա եմ հիմա անում, որ որպես նպատակ այդպես կարող եմ ձևակերպել, որ արժեքների ստեղծելն է ու այդ արժեքների թողնելն է, որ այդ արժեքները, որտեղ մարդուն հիշում են իր արժեքներով, ինչ թողած արժեքներ ունի կյանքում, ինչ ներդրած արժեքներ ունի այդ հաստատությունում, որտեղ որ աշխատել է, դրանով կամ լավը կհիշեն, կամ վատը կհիշեն, դրանով պայմանավորված վստահաբար բարոյական արժեքների ներդրումը, բարոյական արժեքների հաստատումը, այդ արժեքների պահպանման համարա իմ նպատակները, եթե կարելի է այդպես ձևակերպել, իսկ որպես երազանք ունեցել եմ Արարատ սարը բարձրանամ, անցած տարի բարձրացել եմ, Մասիս սարը, դա է եղել, նոր չելենջ, նոր երազանք դեռևս ժամանակի օրվա խտության պատճառով ու պարագայում շատ դժվար է կարողանալ նոր նշաձող, ինչ-որ երազանքները ամենևին ֆինանսական կամ չգիտեմ նյութականի մեջ ես չեմ կարևորում, երազանքները ավելի պետքա ռոմանտիկ լինեն, ես դրա կողմնակիցն եմ, ամեն դեպքում այդ ռոմանտիզմի հետ կապված նաև արժեքներն են, մնայուն արժեքների պահպանումը ու ներդրումը։ Շատ շնորհակալություն Ռաֆայել ջան, եւս մեկ անգամ որ ժամանակ տրամադրեցիք եւ իմ հյուրը եղաք, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություններ ձեր գործի մեջ։ Շատ շնորհակալություն Վարդուհի ջան, շատ հաճելի զրույց ունեցանք, շատ հետաքրքիր հիշողություններ ունեցա ձեր հարցերով պայմանավորված, ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ստեղծենք մնայուն արժեքներ եւ չդադարենք երազել։ Շնորհակալ եմ, դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։